Լավ, եկեք փորձենք հանրագումարի բերել։ Որտեղ ենք սխալվել, որտեղ ենք սխալվում եւ ինչպես ճեղքենք այդ անհուսալիության, անելանելիության, այդ հոգեբանական տրամադրվածությունը եւ ինչպես նորից տեսնենք մեր լուսավոր նույն քաղաքը, մեր վարդագույն քաղաքը, որտեղ արևը չի դադարել գալ եւ ապրել։ Կան բազմաթիվ լավ ազգեր, էլի լավն են, հիմա վատ ազգ չկա։ Նույնիսկ թուրքն էլ ազգ է, էլի աստված որ դիմանում է իրաց, ուրեմն պետք է։ Բայց որոնք չունեն մշակույթ։ Օրինակ ոչային ճարտարապետություն շատ քիչ ազգեր ունեն։ Հիմա իրանք էլ ստիպված հնարել են գրաֆիտի։ Վերցնում են պատի վրա խզբզում են։ Հիմա հայերը կարծում են, որ մենք գրաֆիտի չունենք, պակաս ազգ ենք, սկսել են գրաֆիտի անել։ Ստորգետնյա անցումներում։ Դե ժամանակակից միտումներ են, տենդենսներ են։ Ցավոտ տանեմ ամեն ինչն էլ ժամանակակից է։ Դե կյանքը առաջ է գնում։ Արդյոք դա առաջ է։ Դա էլ արդեն ամեն մարդ ինչպես է գնահատում։ Ես ապրում եմ կոնդի մոտիկ։ Երբ որ ես կոնդում այդ կապիկությունը տեսնում եմ, ես ամաչում եմ ինքս իմ ազգից, որովհետև չի կարելի։ Կոնդում դուք գրաֆիտի եք դնում, որ ինչ, եւ դա հովանավորվում է։ Ինքնագործունեություն չի։ Ստեղ ձեր դիմացը, Պապլավոկի շենքը, այդ ինչ են կարմիր կափարիչի մեջ դրել։ Որ ինչ։ Դա Պապլավոկը չի կողքի շրջարանն է։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսի գորշություն, ամեն ինչը գորշ գույներով չտեսնենք։ Գայանե ջան, մենք տեսնում ենք այն, ինչը կա, ուրիշ բան մենք ինչպես ենք տրամադրված։ Հենց դրա մասին ենք տրամադրված, ենք տրամադրված։ Նորից եմ ասում, արևը չի դադարել ժպտալ, գալ, մեր քաղաքը լուսավորել, ճիշտ է։ Գլխավոր ճարտարապետը թույլ է տալիս, որ շենքերի ֆասադները լինեն ապակեպատ։ Ինչը շատ վատ է, այդ նույն արևը շիկացնում է քաղաքը, ինչը չպետք է լինի։ Դա վտանգավոր է ուղղակի, ջերմաստիճանը քաղաքի ընդհանուր ջերմաստիճանը բարձրանում է։ Գուրգեն Բորյանը ուներ հրաշալի բանաստեղծություն, վերջերս խնդրեցի, որ ինձ համար ճարեն, մեր ընկերներից մեկը Գոհար Պալյանը նվիրեց ինձ։ Աբովյանի ծառերը։ Բանաստեղծություն, որտեղ ինքը հիշում է, թե ինչպես պիոներեր իրանք Աբովյան փողոցի ծառերն էին տնկում, հետո արդեն դարձավ պատանի այդ ծառերը իր սիրտն էին տաքացնում, ինքը հիշում էր մանկությունը, ինչպես հիմա իր բալիկի հետ ինքը այդ ծառերից տվերում հով գտնում։ Աբովյան փողոցի ծառերը։ Հիմա այդ սակուրաները, որ բերել այն տունցակվածը դրել է, այդ ինչ է։ Ինչի համար, ինքը գիտի, որ սակուրան ստվեր չի տալու երբևիցե։ Ունակ չի։ Այս հողի համար չի, այս բնության եղանակների համար չի։ Մենակ փողա լվանում։ Չի կարելի։ Գիտես ինչ, Գայանե ջան, ես հասկանում եմ, որ անընդհատ շեղվում եմ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս ինչ անում ենք, անենք սիրելով։ Սիրելով իրար, սիրելով մեր քաղաքը, սիրելով մեր ազգը, մեր գյուղը, ինչը անում ենք, դա անենք։ Դրա համար պետքա դաստիարակություն, որ մեծերը ոչ թե հեռախոսի մեջ լինեն, այլ իրենց բալիկների հետ, որ գիրք կարդան երեխեքին, մեր հեքիաթները, մեր ժողովրդական հեքիաթները, որտեղ ամեն տեսակի գրագիտություն կա, ամեն ինչ սովորացնում է հայկական հեքիաթը։ Զարմանալի է, ես իմ տարիքում հայտնագործություններ եմ անում մեր հեքիաթներում, զարմանալի բան, որովհետև դա մի հատ տիեզերք է հայկական հեքիաթը, չեն կարդում բալիկներին, ինչի, այս օրվա լրատվությունը ավելի կարևոր է, քան այս քո գյոզալ երեխեն։ Սերը և գրագիտությունը անհրաժեշտ հատկանիշներն են հայի
ինչը միշտ եղել է։ Եվ պետք է պահպանենք դա։ Դա կարևոր հատկանիշ է։ Կան տեսակներ, որոնց դա պետք չի։ Ինքը ասենք թե անգլիացի, ինքը կանգնում է ասում է ես անգլիացի եմ, ուրեմն ամենալավն եմ։ Սաղատ ինչպես մեկ եղեք։ Ինչ նախանձիկ։ Իմ թագավորը նույնիսկ Կանադայի թագավորն է, թող ոչ ոք չփորձի։ Կանադան իրան միացնի, չէ՞։ Կա առասպել, հավերացված առասպել եւ պահպանվում է։ Հիմա մենք ճիշտը ունենալով չենք պահպանում։ Իհարկե դժվար է մեր դեպքում, որովհետև մեր դեմ շատ են աշխատում, շատ ուժեղ քաղաքական ուժեր, բայց պետք է անենք, պարտավոր ենք, տղամարդ ես, կա ասացվածք, չէ, պետք է տուն շինես, ծառ տնկես, տղա մեծացնես։ Եթե դա չես արել, ուրեմն դու ունակ ես տուն քանդել, ծառ կտրել, տղա սպանել։ Այսպես է։ Մեր տղաները անբան թափառում են, չեն ամուսնանում։ Ես հասկանում եմ, որ նյութապես դժվար է։ Ասում են, սպասի թող կայանա։ Կայանալը փողով է, ոչ։ Ես ամուսնացել եմ, մենք վարձով ենք ապրել երկար ժամանակ, մինչև ստացանք բնակարան պետությունից։ Կայանալը փողով չի։ Բնակարան ունենալով չի, կայանալը որպես մարդ ես կայանում։ Ամուսնացի ընտանիքիդ բեռը դիր շալակատ, որ դառնաս տղամարդ։ Ծառ տնկի, տղաբեր։ Կողքից էլ 16 հատ աղջիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի Լիա։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ էինք զրուցում։ Լիա ջան, վերջին հարցը։ Վերջին ես գիտեմ, որ դուք անընդհատ գրում եք եւ նոր գրքեր եք հրատարակում։ Վերջին ձեր գիրքը ո՞րն է, ինչի մասին է։ Այդ 9-րդ գիրքը բանի ուղղակի պատմվածքներ էին, այդպես ուրախ պատմվածքներ եմ գրել ժամանակին, իմի բերեց։ Բայց հիմա սկսել եմ մի հատ գիրք, որը ինձ էլ է կակաս դարձրել, որովհետև այնուամենայնիվ ես հետազոտում եմ, նոր եմ գրում։ Ես համոզվում եմ, որ հայերենը նախալեզուն է մարդկության։ Այդ թեման է բարձրացրել։ Դե ձեզ հաջողություններ եւ հետո կխոսենք, երբ որ արդեն գիրքը պատրաստ կլինի, մի քիչ մեծ կկիսվեք ձեր հետազոտություններով եւ բացահայտումներով, որովհետեւ դուք հայտնի եք ձեր բացահայտումներով։